Ռուսական անօդաչու թռչող սարք է, գալարվում է երկնքում ու ընկնում։ Ուկրաինական Պոկրովսկ քաղաք տանող ճանապարհին առաջնագծից բավականին հեռու ազատության նկարահանող խումբն է արձանագրել այս կադրերը։ Կիևի տվյալներով Ռուսաստանի հիմնական մարտավարությունն այստեղ մատակարարման ուղիներ խափանելն է։ Մի քանի ամիս է Ռուսաստանը փորձում է գրավել Պոկրովսկը, ուկրաինական այս քաղաքը ռազմավարական նշանակություն ունեցող լոգիստիկ հանգույց է Դոնեցկի շրջանում։ Որքան նկարահանող խումբը մոտենում է առաջնագծին, այնքան ավելի շատ ռուսական ԱԹՍ-ներ են հայտնվում երկնքում։ Ուկրաինական այս կառավարման կենտրոնում գլխավոր խնդիրը հենց այդ ԱԹՍ-ների խոցումն է։ Իրավիճակը բարդ է, շատ բարդ։ Մենք փորձում ենք վերահսկել եւ անում ենք ամենը, որ իրադրությունը չվատթարանա։ Թշնամին շարունակում է առանձին խմբերով մոտենալ Պոկրովսկիին։ Նրանք պարզապես առաջ են գալիս առանց կանգ առնելու։ Եղանակի ցանկացած փոփոխություն, մառախուղ կամ անձրև նրանց հնարավորություն է տալիս առաջ մղվել։ Ռուս զինվորները ներթափանցում են Պոկրովսկ, մինչ ուկրաինական ուժերը փորձում են թույլ չտալ, որ նրանք ամրանան։ Մենք դեռ բավարար կրակային ուժ ունենք։ Այս պահին դեռ ունենք ռեսուրսներ զսպելու փոքր խմբերով եկող թշնամուն։ Շուրջ 4 տարի թիրախում հայտնված Պոկրովսկը հիմա այս տեսքն ունի, անօդաչուի տեսախցիկի օբյեկտիվով։ Ուկրաինացի զինվորներն ասում են, քաղաքը լիովին անճանաչելի է դարձել, իսկ հիմնական մարտերն այժմ ընթանում են երկաթուղու շրջակայքում։ Նրանք փորձել են ներխուժել քաղաքի կենտրոն, բայց չեն հաջողել։ Դեկտեմբերի 10-ին նրանք նախնական փորձեր են արել զրահատեխնիկայով գրոհելու Հրիշնիե բնակավայրը։ Դրանք ամբողջությամբ ոչնչացվել են։ Մեկ ժամում նրանք կորցրել են իրենց բոլոր զրահամեքենաները, նաև թեթև տեխնիկան, մոտոցիկլետները եւ ողջ անձնակազմը։ Ռուսական զորքերը շարունակում են ստուգել ուկրաինական պաշտպանության գիծը, հույս ունենալով թույլ օղակ գտնել ու ճեղքել այն։ Դեռ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե գրավել է Պոկրովսկը։ Ուկրաինան կտրուկ հերքում է։